Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Դատապարտված է, ձերբակալված է, գնում է ուրեմն դատական պրոցեսը, մի չպես է մեկը ցենց, գայք, հարցի տայք, ձերի ջերում տարածեի, կոռուպցիա, նոր կոռուպցիա է եղել, մարդիկ թալանով են զբաղված, աճուրդով հողեր են, ուրեմն ձևական ֆեյք աճուրդերով հողեր են սեփականաշնորհում, Արարատի մարզի մասին է, Արարատի խոշորացված համայնքը չեք լուսաբանել, դուք չեք տարածում, դուք գիտեք, որ ձերբակալված մարդիկ կան, առաջի տեղակալը նախնի գրել են դրա մասին, որտեղ եք գրել, բանի օր մի հատ եկեք տարածել, կարող եք ասել, կամերաները մտածում եք չեք լուսաբանել։ Ոչ, դուք չեք լուզ, ես հետևում եմ շատ բար, որտեղ եք գրված, դուք տեսեք, դուք կարող է մի տողով անցնեք, բայց դուք կոնկրետ դեպքը չեք լուսաբանում, չեք ասում, այս մարդը օրինակ, որը իրականացրեց թալան, կոռուպցիա, այսօր մարդիկ աշխատում են տեղակալ, առնում են $100,000 հանք, որտեղից չգիտեմ, ոչ մեկի տեղ չի հուզում, բայց թալանում են, ես խոսում եմ կոռուպցիայի, Տիկին Հակոբյանը հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարն է, ոչ, չունի, Տիկինը խոսում է չեք խանգարում, հիմա տեսեք, ես ձեզ այս ինձ խմբակային անհամբեր Նարեկ ջան, դու ինձ շատ լավ գիտես, իմ հեռախոսահամանել ունես, ես ձեզ ինձ խմբով սպասում եմ օրինակ, եթե ուզում եք ձեր հանդեպ, այն մի քիչ մնացած հարգանքը մնա, ես իրոք հարգում ձեր աշխատանքը, բայց ոչ թե կողմնապաշտությամբ, համեցեք Արարատի խոշորացված համայնք, սկսեք մարզպետարանից, հլը մի հատ եկեք, ես ձեզ լիքը ատիվանամատ տվյալներ փոխանցեմ, ոչ, ես չեմ աշխատում, ես հասարակական գործունեություն եմ ծավալում, իմ էջերը ունեմ, որոնք շատ, ձեր իմիջայլը ձեր բոլորի դիտումները գումարած իրար, իմ դիտումների չափ չեն մի րոպե, մեկ սիրով, ես 4 էջ ունեմ, մեկը կվաճառեմ, մի վարկյան, տեսեք, հրավիրում եմ ձեզ, ինքս պարտավորվում եմ բոլորիդ հետ, շրջել, ցույց տալ, ինչ հողատարածքներ, կոնկրետ օրինակ սահմանի վրա, հա? Նախկին Խալիսան ներկա Նոյակերտ գյուղում, ինչպիսի ավազի հանքեր են կոպեկներով, օրինակ, աճուրդով սեփականացվում, ինչպիսի հողատարածքներ, ինչ մարդիկ կան 86 հեկտար հողը, ասենք 15,000 դրամով առնում են, սենց բաներից խոսեք, թե չէ եկել եք հովանավանքում, որտեղ եկել են հավատքով, տեսեք, ինձ այստեղ, ինձ շատ լավ ճանաչող մարդիկ, ձեր մեջ էլ կան, եկեք անուններ չտամ, գիտեն, ինձ երբեք ոչ միտեղ ստիպողաբար չեն կարա տանեն, ժողովուրդ ջան, այս հավատքնաբերը, այս բերելա այն հույսը, որ երբ որ ազատվեցին ձեր իդեպ ոմանց ղեկավարներից, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան եւ այլը, սենց էլ ազատվելու եք կտրիչներից եւ այլն։ Իրավապահ համակարգը չի կարողանում այդ հարցերը։ Ինչպես? Իրավապահ համակարգը։ Իհարկե կարողանում է, ես նույնտեղ ձեզ ասեցի, չէ։ Իրավապահ, ես ասեցի հետևեք ազգային անվտանգության լուրերին, դատախազությանը, նաեւ ինչի՞ չէ քննչական բաժնի, մի ուրիշ շատ հետաքրքիր սենսացիոն լուր կլսեք։ Բայց ես ձեր իրավաբան, ես ձեզ խնդրում եմ, հավաքվեք, խոստանում եմ ինքս էլ կխնդրեմ ձեզ տեղափոխելու եւ հետ տեղափոխելու հարցը լուծել։ Եկեք լուսաբանեք, տարածեք, թե ինչ է կատարվում կոնկրետ Արարատի խոշորացված համայնքում։ Վերջի անգամ մեր փողոցներով երբ եք պտտվել։ Մի հատ եկեք, մի հատ փողոց չունենք։ Իդեպ ներկա իշխանությունն է։ Այո, ներկա իշխանությունն է։ Երևի դու հասկացար ես ինչ եմ ասում։ Զբաղվեք լուրջ, այս անլուրջ է ժողովուրդ։ Եթե մի րոպե, եկեք ժողովուրդը մասնակցել անլուրջ։ Չէ, ձեր հարցերն է անլուրջ։ Լուսաբանելը շատ լուրջ է, շատ լավ է։ Ձեր իրավաբան, առաջի մասնագիտությունից տնտեսագետ, երկրորդի իրավաբան տնտեսագետ։ Տեսեք, տվեք նենց հարցեր, որ մարդկանց մի սադրեք։ Հիմա եթե ես ուզենամ ձեզ այնց ամեն մեկի համար նենց հարց ունեմ, որտեղ չեք կարող պատասխանել ժողովուրդ։